Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում այսօրվանից իրանական նավթի եւ նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները վերացված են։ Պատժամիջոցների զգալի մասը հանված է նաեւ այս բնագավառում աշխատող ընկերությունների եւ ձեռնարկությունների համար, որոշ ակտիվներ արդեն ապասառեցվել են։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցների վերացումը ազդարարում է երկրի վերականգնման եւ զարգացման լայնածավալ ծրագրի սկիզբը։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչպես պատժամիջոցների վերացումը կազդի մեր վրա։ Միանշանակ դրական ազդեցություն կունենա եւ դեէսկալացիան որպես այդպիսին ընդհանուր եւ մասնավորապես պատժամիջոցների վերացումը։ Ես առանձնացրել եմ կարևորագույն 6 ուղղությունները, որոնցում Հայաստանի առջև բավական մեծ հեռանկարներ կարող են բացվել։ Առաջինը իհարկե դա էներգետիկ դիվերսիֆիկացիան է։ Պատժամիջոցների վերացման արդյունքում Հայաստանը կկարողանա լեգալ եւ մեծ ծավալներով նավթամթերք ձեռք բերել Իրանից։ Դա իհարկե զգալիորեն կնվազեցնի Ռուսաստանից Հայաստանի ունեցած էներգետիկ կախվածությունը։ Նշեմ, որ հիմա էլ Հայաստանը որոշ շատ համեստ ծավալների նավթամթերք ձեռք է բերում Իրանից, սակայն այդ ծավալները իսկապես շատ համեստ են, դրա պատճառներից մեկը հենց պատժամիջոցներն են։ Պետք է նկատի ունենանք, որ Իրանից մենք ուղիղ հնարավորություն ունենք ցամաքով այդ նավթամթերքը տեղ հասցնելու, շրջանցել, այսինքն խնդիր չունենալով երրորդ երկրների տարանցման հետ։ Դա կունենա բոլոր կոմերցիոն եւ աշխարհաքաղաքական դրական հետևանքները։ Երկրորդ ուղղությունը դա ենթակառուցվածքային նախագծերի ռեաբիլիտացիան է։ Մի շարք խոշոր համատեղ նախագծեր թեև մշակվել էին ժամանակին թղթի վրա, սակայն դրանք հնարավոր չեղավ իրականացնել պատժամիջոցների պատճառով։ Իսկ մի մասն էլ սկսվել էր, բայց որոշակի խնդիրներ էին առաջացել ընթացքում։ Հիմա երբ պատժամիջոցները այլևս չկան, կարող ենք վստահ լինել, որ գոնե առնվազն այդ բարձրավոլտ լեպերի երրորդ այդ գիծը շուտով կարողանանք ավարտին հասցնել։ Եվ նաև մի շարք այլ նախագծեր կան, որոնք կարող են այսպես ակտուալ դառնալ նոր ստեղծված պայմաններում։ Խոսքը ոչ միայն Մեղրիի հեկի կառուցման մասին է, Արաքս գետի վրա, այլ նաև ինչու՞ չէ հետագայում նոր գազատարի կառուցման մասին կարող է խոսք լինել։ Երրորդը տարածաշրջանային անվտանգությունն է, ստեղծված նոր պայմաններում թրիփ նախագծի վերաբերյալ Իրանի բացասական վերաբերմունքը կարող է նվազել։ Դա միանշանակ դրական երևույթ է նաև մեզ համար։ Չորրորդը Հայաստանի տարանցման հնարավորություններն են աճում, նոր հեռանկարներ են բացվում։ Տեսականորեն հետագայում Հայաստանը կարող է էներգետիկ հաբ դառնալ դեպի Վրաստան իրանական նավթամթերքի ուրեմն մղման հարցում, ուղարկման, փոխանցման հարցում։ Ժամանակին Վրաստանի եւ Իրանի միջև այդպիսի բանակցություններ իսկապես վարվել են Հայաստանի տարածքով նավթամթերք տեղափոխելու հարցում, թեմայով, սակայն այդ ամենը բախվել է հենց պատժամիջոցների հետ։ Այժմ այդ պատնեշը այլևս չկա։ Հինգերորդը ֆինանսական ակտիվացում արժի ակնկալել, քանի որ իրանական բանկային համակարգը նույնպես դուրս է գալուց պատժամիջոցներից, Իրանը վերադառնալու է միջազգային բանկային համակարգ եւ ուղիղ պարզեցված բանկային տրանզակցիաները ավելի կհեշտացնեն վճարումները եւ դա կխթանի Իրանի եւ Հայաստանի միջև առևտրի շրջանառությունը։ Հիշեցնեմ, Իրանը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն առևտրի գործընկերներից մեկը։ Եվ հինգերորդը դա լոգիստիկան է։ Այժմ սպասվում են մեծ ներդրումներ իրանական Բանդարաբաս եւ Չաբահար նավահանգիստների վերակառուցման, վերաընդլայնման մեջ, իսկ հենց այդ նավահանգիստների միջոցով է Հայաստանը բեռներ ստանում Իրանից եւ Չինաստանից։ Եթե այդ ամենը իրականություն դառնա, Հայաստանի կախվածությունը վրացական Փոթի ու Բաթումի նավահանգիստներից զգալիորեն կնվազի, ինչը կունենա եւ կոմերցիոն եւ աշխարհաքաղաքական դրական հետևանքներ մեզ համար։
Իրանը պատրաստ է օգտագործել առաջացած հնարավորությունները Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու, թե դեռ կաշկանդող ինչ-որ հանգամանքներ կան։ Դե կարող ենք կռահել, որ Իրանը որոշակի ինչ-որ պարտավորություններ է ունեցել Մոսկվայի առջև եւ դա էր պատճառը, որ մեզ հետաքրքիր առաջարկներ չէր շտապում անել մասնավորապես էներգետիկայի ոլորտում։ Փաստորեն ստացվեց այնպես, որ պատժամիջոցների վերացումը համընկավ Երևանի եւ Մոսկվայի միջև հարաբերություններում որոշակի փոփոխության հետ եւ ստեղծված այս պայմաններում Իրանը կարծում եմ այլևս կաշկանդված չի լինի Երևանին նոր հետաքրքիր առաջարկներ անելու մեջ։ Եվ այս դեպքում Թեհրանում գիտակցելու են, որ եթե առաջ այդպիսի առաջարկները կարող էին բախվել արևմուտքի հակազդեցությանը, ապա նոր ստեղծված պայմաններում հակառակը արևմուտքի դրական վերաբերմունքի կարժանանան։ Իսկապես ստեղծված պայմաններում կարծում եմ արժի սպասել նոր զարգացումներ Իրանի եւ Հայաստանի միջև տնտեսական հարաբերություններում։ Շնորհակալություն։